Ես Մարիամ Ոսկանյանն եմ։ Կապան քաղաքից Սյունիքի մարզ։ Ես Սերգեյ Մարմավիրի մարզից եմ։ Կոտայքի մարզ քաղաք Հրազդանից։ Ֆորումին մասնակցում եմ այս տարի առաջին անգամ։ Հայաստանի 10 մարզերից 150 երիտասարդներ մասնակցեցին այս տարվա երիտասարդական ֆորումին, ստեղծելու համար կապեր, որոնք կփոխեն իրենց ու համայնքի կյանքը։ Ֆորումը մեկնարկեց նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ եւ այս տարվա նպատակների ձևակերպմամբ։ Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության եւ այս տարի առաջին անգամ նաեւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։ Սա մեզ համար առաջին հերթին ձեր հետ խոսակցության հարթակ է, ձեզ լսելու եւ ձեր հետ միասին նաեւ վաղվա օրվա մեր աշխատանքը կազմակերպելու հարթակ։ Միևնույն ժամանակ այն ստեղծում է նոր հնարավորություններ եւ երիտասարդների, թիմերի ու պետության առաջ նաեւ առաջացնում է նոր պատասխանատվություն։ Հնարավորություն ընձեռելով քննարկելու այսօր Հայաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնական մարտահրավերները եւ իհարկե տրանսլուծման հնարավոր ուղիները։ Այս տարվա մասնակցության համար եղել է շուրջ 600 հայտ, ընտրված 150 երիտասարդական աշխատողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները 3 օր շարունակ քննարկեցին երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, Հայաստանի երիտասարդական քաղաքականության գերակայությունները եւ պետությունից ու թիմերից իրենց ակնկալիքները։ Մեր երիտասարդները միասին կքննարկեն շատ կարևոր թեմաներ, ինչպիսիք են երիտասարդական աշխատանքը, մասնակցությունը, ինչպիսիք են դիցուկ կամավորությունը եւ շատ այլ հարցեր կամ ինչպես համագործակցել, ինչպես թիմային աշխատանք տանել, սրանք շատ կարևոր թեմաներ են, ընդհանուր միջև մասնակցային բյուջետավորում։ Երկխոսության հացն է, որ շատ հաճախ համայնքներում խնդիրները դարձնում է անլուծելի եւ մենք մեր պրակտիկայով արդեն հստակ ֆիքսել ենք, որ առհասարակ խնդիրները դառնում են լուծելի եւ երբեմն նաեւ շատ հեշտ լուծելի, երբ որ տեղի ունենում երիտասարդի եւ որոշում կայացնողի հանդիպում եւ արդյունքում երկխոսություն ինչն էլ ծնում է լուծումներ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները աշխատեցին 7 տարբեր աշխատարաններում, վերհանելով մարզային խնդիրները։ Կլաստերավորելու ենք հիմնական են խնդիրները, որոնք ամենաշատ եւ ամենաառաջնայինն են, եւ այդ խնդիրների հիման վրա հենց մասնակիցները արդեն տարբեր ներգրավվածությամբ, համայնքային աշխատողներ, երիտասարդներ, հասարակական դաշտի ներկայացուցիչներ միասին առաջարկելու են այն կարևորագույն լուծման ուղիները, որոնք մենք ավելի ուշ արդեն դարձնելու ենք զեկույցի տեսքով եւ որպես առաջարկությունների փաթեթ ներկայացնելու ենք տարբեր գերատեսչությունների, մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որը Հայաստանում երիտասարդական քաղաքականության լիազոր մարմին։ Երիտասարդներից շատերի համար սա առաջին մասնակցությունն էր եւ ակնկալիքները մեծ էին։ Կարծում եմ բոլոր համայնքներն էլ տեղ ունեն աճելու ու երիտասարդների խոսքը շատ կարևոր է այդ հարցում։ Համայնքում կան մի շարք խնդիրներ, որոնք սահմանափակում են երիտասարդներին իրենց գործունեությունը ծավալել։ Կան երեխաներ, որոնք ընդհանրապես տեղեկացված չեն ոչ ֆորմալ կամ ֆորմալ կրթություններից։ Համայնքում մշակութային կյանքը զարգացած չէ։ Իմ շարժառիթը ֆորումին մասնակցելու երիտասարդական աշխատանք մասնագիտության մասին իրազեկման բարձրացումն է։ Երիտասարդների բավականին մեծ մասան այդքան հետաքրքրված չէ տարբեր ծրագրերով ու հատկապես կամավորություններով։ Կոնկրետ երիտասարդական ֆորումից նպատակ ունեմ տանել նոր փորձեր, նոր ծանոթություններ, հայլ դնենք դեպի Հայաստանի Հանրապետության երիտասարդության համար լուսավոր ապագա։ Խոսքից գործ անցնելու հարցում Ժաննա Անդրեասյանն իր անվերապահ վստահությունն է հայտնում։ Այն որ եթե խոսենք ապա նաև լուծենք չեմ կասկածում, որովհետև նաև մեր գործունեության վերջին տարիները դրա ուղղակի վկայությունն են։ 3 օր տևած քննարկումներին կհաջորդի երկարաժամկետ աշխատանք պետական օղակներում դրանք օրակարգային դարձնելու համար։ Ֆորումն իրականացվում է ԵՄ հանուն երիտասարդների ներգրավում եւ հզորացում ծրագրի, ինչպես նաեւ երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է World Vision Հայաստանի եւ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։